Կին Մկրտչյան, կխնդրեմ նախ ձեր գնահատականը ներկայացնեք այն ինչ տեղի ունենում այսօր Հայաստանում Արեգնաս Մանուկյանի շուրջ եւ ընդհանրապես այսօր այս նախաձեռնությանը անդրադառնաք, ինչ նախաձեռնություն է, ինչու որոշեցիք դուք եւ նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը իրենց աջակցությունը ցուցաբերել Մայր Հայաստանի անդամին։ Մեզ համար, հանրապետականի համար երբևէ տարանջատում չի եղել քաղաքական հայացքների կամ միգուցե անգամ այն քաղաքական ընկալումների տարաձայնության մեջ, եթե իհարկե եղել են քաղաքական հալածանքներ։ Հիմա այսօր Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից սկսած քաղաքական հալածանքների միջով անցնում են մարդիկ, Հայաստանի քաղաքացիներ, ովքեր որոշում են իրացնել իրենց քաղաքացիական իրավունքները։ Մենք դեռ չենք խոսում քաղաքական իրավունքների մասին, որովհետև դրանք էլ առավել առանձնակի դաժանությամբ են պատժվում եւ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետության, չնայած 18 թվականին դեռևս դրա գիտակցումն ու ընկալումը շատ մեծ իմաստով չկար, ենթարկվում է նիկոլական ռեժիմի կողմից հալածանքների ու խոշտանգումների։ Մեզ համար Հանրապետական Կուսակցությունը անցնելով այդ ամեն ինչի միջով մշտապես կանգնած է եղել այն քաղաքացիների կողքին, ովքեր այդ դաժանության միջով ստիպված են անցնել։ Մենք մշտապես պայքարել ենք հանուն այն իրականության, որ Հայաստանի քաղաքացին սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների իրացման համար երբևէ չլինի հետապնդումների տակ եւ երբևէ չլինի խոշտանգումների օբյեկտ, ինչը որ հենց այսօր տեղի է ունենում։ Մեզ համար երբեք էական չի եղել, թե ում նկատմամբ է այդ քաղաքական հաշվեհարդարը, մեզ համար կարևոր է եղել, թե ում նկատմամբ իրականացումը մենք լինենք այդտեղ այդ անձանց կողքին, որովհետև մենք անձնապես ենք ընդունում եւ ընկալում այդ ցավը, հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը, ինչքան ճակատագրեր է խեղել Նիկոլը եւ որքան ճակատագրեր է ուղղակի ընդհատել, հա, մենք միայն խոսում ենք իրավունքների, միգուցե խոսքի ազատության սահմանափակումների մասին, բայց եկեք չմոռանանք, որ կյանքի իրավունքը Հայաստանի Հանրապետությունում Նիկոլի օրոք ամենաշատն է ոտնահարվել հենց քաղաքական նպատակներից ելնելով։ Ստեղ այս շենքը այսօր հովանավորչությունն է իրականացնում այդ ամեն ինչի եւ իրականում իրենց համար իրավունքներ, խտրականություն, մարդը որպես բարձրագույն արժեք, այլևս ընդհանրապես բառեր են, որոնք գրանտ ստանալու եւ գրանտ բաժանելու մասին են, չունեն իրենց մեջ ոչ մի արժեհամակարգ։ ԵՄ-ից ինչ ակնկալիքներ ունեք։ Նաեւ ես հիշում եմ այստեղ, այս նույն տեղում Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ դիմում էր ԵՄ դեսպանին, տարբեր քաղաքական ակցիաներ էր իրականացնում, բայց այսօր նորից տնային կալանքում է վերջ տալ երկերեսանիությանը, վերջ տալ երեսպաշտությանը, վերջ տալ երկակի ստանդարտներին, իրենք են չէ ասում, որ մարդը բարձրագույն արժեք է եւ իրենց ինստիտուտները հիմնված են այդ մարդու արժանապատվությունը պահելու համար։ Հիմա մի սարքեք մարդու արժանապատվությունը ուղղակի առուվաճառքի առարկա, կներեք բառից համար, բայց բազարի մի վերածեք մարդու իրավունքները, մարդու ազատությունները, որտեղ հիմա դուք դրանով եք զբաղված, դուք ընտրել եք Նիկոլին պահելու ճանապարհը, ամեն գնով չեք նկատում քաղաքական բանտարկյալներին, չեք նկատում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացվող հալածանքները, ինչ հաթե Նիկոլի աթոռը չշարժվի։ Մենք այստեղ ենք ցույց տալու, որ մենք այդ ամեն ինչը նկատում ենք ու միայն մի բան են հիմա իրենք անում, վարկաբեկում են եւ զրոյացնում են ԵՄ ինստիտուտների վարկանիշը լռելով այս ամեն ինչը տեսնելով։ Ըստ էության մինչև չգա հետինը չի հիշվի առաջինը տրամաբանության մեջ, հիմա գոնե այն սվիտալքին դատերի էր գնում, այս Մարագոսը փաստորեն դա չի կարողանում անել։